Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկլուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ, ազգային ժողովի պատգամավոր ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը, շնորհակալություն Տիկին Սարգսյան։ Բարև ձեզ։ Նախ երկու խոսք ձեր կարգավիճակի մասին, որպեսզի շփոթմունքի մեջ չընկնեն, հա, մեր հեռուստադիտողները, դուք ՀԱԿ կուսակցության անդամ չեք եւ հետեւաբար ՀԱԿ-ի հայտարարությունները, գործողությունները եւ այլն լիազորված չեք մեկնաբանել, չէ՞։ Միանշանակ, ես ներկայացնում եմ վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, հանդիսանում եմ ատենապետը, իսկ ՀԱԿ կուսակցությունը, մեր բարեկամ կուսակցությունը, մենք նույն դաշինքի մեջ ենք, ազգային ժողովում նույն խմբակցության մեջ եւ ունենք ընդհանուր հետաքրքրություններ եւ նպատակներ։ Նախկին վարչապետին ես հիշում եմ ազգային ժողովում դուք մեղադրում եք կամ կշտամբում եք, որ նա կապ ունի մի գործարարի հետ, Սեդրակ Աճեմյան կարծես թե, եւ այդ բիզնես կապերի պատճառով ինչ որ վնաս է պատճառվել հնչակյան կուսակցությունը։ Կար այդպիսի բան թե չկար։ Ուրեմն ասեմ, որ երբեք չեմ ասում այն, ինչ որ չկա, ու ինչի մեջ համոզված չեմ։ Միանշանակ ոչ թե կար, այլ ՍԴԿ-ի հետ կապած ամբողջ գործընթացը պառակտման տարել է Տիգրան Սարգսյանը, իհարկե Սեդրակ Աճեմյանի հստակ աջակցությունը ունենալով։ Այստեղ նրանց շահերը համընկնում էր, որովհետև դուք հիշում եք երևի, որ 90-ականների վերջից ՍԴԿ-ն ընդդիմադիր քաղաքական միավոր է եղել։ Եվ եկավ մի պահ, երբ Սեդրակին այլևս չէր գոհացնում ՍԴԿ-ի ընդդիմադիր կեցվածքը, քանի որ ինքը ուներ բիզնես շահեր Հայաստանում եւ իրեն կտուր էր պետք, ինքը այդ կտուրը գտել էր։ Այստեղ Տիգրան Սարգսյանի եւ Սեդրակ Աճեմյանի շահերը համընկան, քանի որ երկու ավանդական կուսակցությունները այդ ժամանակ համագործակցում էին իշխանության հետ, մեկը իշխանության ներսում էր, մյուսն էլ համակիրի կարգավիճակով, իսկ մենք Հայ ազգային կոնգրես ուրեմն շարժման մեջ էինք եւ երեք ավանդական կուսակցություններ ունենալու մղումը ու նաեւ Հայ ազգային կոնգրես շարժումը պառակտելու նպատակը Տիգրան Սարգսյանին միավորեց Սեդրակ Աճեմյանի հետ եւ որ մենք կորցրեցինք դատական գործընթացների արդյունքում ՍԴՀԿ-ն հենց արդյունք էր այդ նպատակների։ Իսկ կարող է հիմա իրավիճակը փոխվի, քանի որ Տիգրան Սարգսյանը վարչապետ չէ, թե այդ հարցը ձեզ ընդհանրապես չի հետաքրքրում։ Այդ հարցը ինձ արդեն վաղուց չի հետաքրքրում, քանի որ մենք ստեղծել ենք նոր հնչակյան միավոր, ըստ էության նույն հիմքերով, նույն պատմական անցյալով եւ նույն նպատակներով։ Եվ հնչակյան գաղափարախոսության հիմնական կրողը այն թիմն է, որը տարիներ շարունակ ՍԴԿ անվան տակ աշխատել է եւ այսօր վերակազմյալ ՍԴԿ կազմի մեջ է։ Սփյուռքում կան հնչակյան կազմակերպություններ, որոնք որքան ես գիտեմ նույնպես միատարր չեն։ Նրանք համագործակցում են ձեզ հետ, հանդիպում են, շփվում եք դուք թե ոչ։ Ինձ դա չի ասի համագործակցում, բայց այն բարեկամական հարաբերությունները, ընկերական հարաբերությունները, որոնք տարիների ընթացքում ձևավորվել են տարբեր կառույցների անդամների եւ մեր միջև, բնականաբար պահպանվել են եւ շատերը, որ Հայաստան են ժամանում, միանշանակ իմ հետ կապվում են, հանդիպում ենք, զրուցում ենք, մեզ ունենք ընդհանուր մտահոգություններ կապված Հայաստանի ապագայի մասով եւ բնականաբար այդ համագործակցություն չի, բայց հստակ ընկերություն է, որը կարող է մի օր էլ համագործակցության վերածվել։ Ես այսպես հասկացա, որ նրանք ձեզ նյութապես չեն օգնում։ Ճիշտ ենթադրեցի, հա։ Ճիշտ ենթադրեցիք։ Իսկ դուք երբևէ մտածել եք ընդհանրապես այդ հնչակյանությունը թողնել եւ մտնել ՀԱԿ կուսակցության մեջ։ Երբեք չեմ մտածել, որովհետեւ ես պատահական մարդ չեմ եղել հնչակյան կուսակցության մեջ եւ եթե հիշում եք, շուրջ 10 տարի ատենապետ եղել հնչակյան կուսակցության եւ ինձ համար դա մի հարազատ կուսակցություն է, որը ինձ բերեց մեծ քաղաքականություն եւ որի գաղափարներն ու նպատակները դարձել են իմ նպատակները։ Տարաձայնություններ ձեր եւ ՀԱԿ-ի միջև ազգային որոշակի խնդիրների արտաքին քաղաքականության մեջ հանդեպս եղել են, հա, բոլորը ընդդիմադիր եք, բոլորը ուզում եք որ Սերժ Սարգսյանը հեռանա, բայց ինչ որ խնդիրներում տարբեր էիք։ Օրինակ դուք
Վլադիմիր Պուտինի ջերմ կողմնակից էիք, իսկ ՀԱԿ-ը ոչ, բայց հիմա կարծես թե նրանք էլ դարձան ջերմ կողմնակից, հա։ Դե ինչ ասեմ, երևի թե ժամանակի ընթացքում այն մոտեցումները, որ ունեինք մենք, ՀԱԿ-ի մոտ որոշակի տրանսֆորմացիա ապրեցին։ Կամ ճիշտ հակառակը, որոշակի փոխըմբռնման էլեմենտներ տեսան եւ ես կարծում եմ, որ ՀԱԿ-ին չի կարելի դիտարկել ոչ արևմտամետ, ոչ ռուսամետ, ինչպես նաեւ մեզ։ Ուրեմն ես Պուտինի կողմնակիցը չեմ, ես առաջնորդվում եմ նախ եւ առաջ, ես ասելով ի նկատի ունեմ վերակազմյալ ՍԴՀԿ-ն, առաջնորդվում եմ նախ եւ առաջ Հայաստանի անվտանգության շահերով։ Դրանով է պայմանավորված մեր կողմ լինելը Մաքսային միության անդամակցությանը, բայց չեմ բացառում, նաև չեմ ուզում հերքել, որ այն մշակույթի վրա, որ մենք ենք դաստիարակվել, դա ինձ բավականին հոգեհարազատ է, ի նկատի ունեմ ռուսական մշակույթը, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի շահերը երբևիցե կարող ենք մենք զոհել հանուն այդ բարեկամության։ Այսինքն թե իշխանություններն են Մաքսային միության կողմնակից եւ թե դուք, այսինքն այստեղ դուք տարաձայնություններ չունեք իշխանությունների։ Ես ոչ թե Մաքսային միության կողմնակից եմ։ Դուք այդպես ասացիք։ Ես Հայաստանի անվտանգության կողմնակիցն եմ, որը այսօր երաշխավորում է Ռուսաստանը։ Վարչապետի հրաժարականով կամ կառավարության փոփոխությամբ ինչ հարց կարող է Հայաստանում լուծվել։ Ես կարծում եմ ոչ մի։ Եթե Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանն է նստած եւ նաեւ որոշում թե ով պիտի լինի վարչապետ եւ կառավարության կազմն էլ ավելի քան համոզված եմ, որ ինքն է ձևավորելու, ոչ մի բան չի կարող փոխվել։ Առավել եւս եթե խնդիրը ավելի շատ քաղաքական հարթության մեջ է, քան երկրի տնտեսական զարգացման շահերով է առաջնորդվում վարչապետ նշանակելով։ Ես կարծում եմ, որ նախ եւ առաջ Սերժ Սարգսյանի համար առաջնայինը քաղաքական լուծումներն են, իսկ մեր ժողովուրդը ակնկալում է նոր կառավարության ձևավորման արդյունքում ապրել ավելի բարեկեցիկ, ավելի ապահով կյանքով եւ հույս ունենալ, որ Հայաստան երկրում ինքը ապագա ունի։ Ես այդ ապագան որևէ կառավարության ձևավորմամբ չեմ տեսնում։ Երկրում խնդիրները այնքան հասունացած են եւ ժողովրդի արդարացի դժգոհությունն էլ այնքան մեծ է, որ մեզ հնարավոր չի խաբել նոր կառավարության հրաժարականով, վարչապետի հրաժարականով եւ նոր կառավարության ու վարչապետի ձևավորումով, որովհետեւ ամեն ինչ ուղղորդվում է Բաղրամյան 26-ով, իսկ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջը դա քայլ էր դեպի Սերժ Սարգսյան։ Դուք վստահ եք, որ ամեն ինչ ուղղորդվում է Բաղրամյան 26-ով, որովհետեւ այնուամենայնիվ մանևրելու հնարավորություն է ուրեմն ընձեռնվել իշխանություններին որոշակի պայմանավորվածություն ձեռք բերելու եւ գտնելու կոմպրոմիսային ֆիգուրներ թե վարչապետի եւ թե նախարարների առումով եւ այդ առումով կարծում եմ որ Սերժ Սարգսյանը հաշվի է նստում առնվազն ԲՀԿ-ի հետ, այդպես չէ։ Ես կարծում եմ որ բնականաբար բանակցում է, փորձում է պոկել Բարգավաճին, որքանով եւ կոալիցիա ազգային համաձայնության կառավարություն ձևավորել, դա ցանկալի տարբերակն է Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման համար, բայց ես հակված վստահ չեմ, որ դա նրան կհաջողվի, որովհետեւ ԲՀԿ-ն մի քաղաքական միավոր է, որը բավականին լուրջ քաղաքական ճանապարհ է արդեն անցել եւ շատ լավ է հասկանում, թե դրա արդյունքում ինչ կշահի եւ ինչ կկորցնի։ Դե կարող է Սերժ Սարգսյանը կորցնել։ Ես հիշեցնեմ ձեզ, որ 96 թվականի ուրեմն վիճահարույց, այսպես ասենք, ընտրություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը որոշ ժամանակ անց բերեց Ռոբերտ Քոչարյանին որպես ֆիգուր, որը պետք է երկարաձգեր իշխանությունը, բայց Ռոբերտ Քոչարյանը շատ հանգիստ սկսեց փորել Լևոն Տեր-Պետրոսյանի տակ եւ ինքը դարձավ նախագահ։ Այդպես որ դա երկսայր, այսպես ասած, զենք է, չէ՞։ Ես ձեր ակնարկը հասկացա, Աստված ձեր ձայնը լսի։
մասին։ Հա, դուք ուզում եք որ Սերժ Սարգսյանի տակը փորի նոր վարչապետը, ասենք թե Հովիկ Աբրահամյանը, հա։ Դրանով նա ընդհանրապես կօգնի մեր գործընթացի արագ հանգուցալուծմանը։ Ժողովուրդը դրանից կշահի, ավելի լավ կապրի։ Ժողովուրդը կշահի այն դեպքում, եթե մենք կարողանանք անցկացնել ազատ թափանցիկ ընտրություններ եւ ժողովուրդը ձևավորի իր իշխանությունը։ Կարևոր չի, թե դա ով կլինի իշխանության ղեկին, կարևորը որ դա ապահովի մեր իշխանության լեգիտիմությունը, ունենա ժողովրդի աջակցությունը։ Մեր հիմնական բոլոր խնդիրները առաջանում են լեգիտիմության բացակայությունից։ Տեսեք, դուք նոր ասում եք, որ համաձայնեցված, ընդունելի տարբերակ, ընդունելի ֆիգուրներ, ես այդտեղ այլ ակնարկել տեսա, որ կարծես թե դուք ակնարկում եք, որ դրսից էլ կա նման ուղղորդում։ Չգիտեմ, գուցե կա։ Նման բաներ շատ է հնչում։ Ես այդպես չեմ մտածում, որովհետև ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը այնքան թույլ դիրքերում է, որ նրան նման հուշումներ անելն անիմաստ է։ Նա ինքը շատ լավ հասկանում է, թե դուրսը որ դեպքում իրենից գոհ կլինի եւ ամեն ինչ անում է գոհացնելու համար, բայց կարծում եմ, որ նա իր ռեսուրսը գոհացնելու վաղուց արդեն սպառել է, քանի որ վստահելի գործընկեր չէ, իսկ թույլ մարդը երբեք չի կարող վստահելի գործընկեր լինել, ավելի թույլ քան հիմա է Սերժ Սարգսյանը երբեք չի եղել։ Այ լեգիտիմության մասին ենթադրենք, հա, Հովիկ Աբրահամյանը դառնում է վարչապետ, ենթադրենք սկսվում է պայքար նրա եւ Սերժ Սարգսյանի միջեւ, բնականաբար ապարատային, չէ, ոչ բացահայտ։ Եվ ի վերջո Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս եւ Հովիկ Աբրահամյանը կամ Գագիկ Ծառուկյանը դառնում են ուրեմն իշխանության տեխնացու։ Նրանք փող չեն բաժանելու, որպեսզի նախագահ դառնան։ Դուք ենթադրություններով եք խոսում, ես չեմ կարող ենթադրություններով խոսել։ Ես կարծում եմ, որ եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա, որը քիչ հավանական եմ համարում, եթե ժողովրդի ճնշող մեծամասնությունը պահանջատեր չլինի։ Ժողովուրդը պահանջատեր է, բայց տանը, ոչ թե փողոցներում։ Չէ, ես կարծում եմ փողոցներում, ոչ թե տանը, ճիշտ հակառակը, բայց դա չի նշանակում, որ ես հեղափոխության կոչ եմ անում, այլ ժողովուրդը հստակ պիտի հասկանա, որ ինքը իրավունք ունի պահանջելու այս իշխանությունների հեռացումը, որովհետև իշխանության ձևավորելու միակ իրավունքը դա ժողովրդինն է, որը տվյալ դեպքում չի ձևավորել այդ իշխանությունը։ Դե ընդհանրապես ժողովրդին էլ կարելի է բերել հրապարակ 5-5000 դրամ բաժանել եւ մի շաբաթ պահել հրապարակը։ Ուրեմն եթե կլինի նման բան, ես կասեմ, որ մենք պարտվել ենք։ Ընդհանրապես լեգիտիմության մասին դուք հավատում եք, որ Հայաստանում հնարավոր է, որ որևէ մեկը ընտրվի ազնիվ ճանապարհով մոտ ապագայում առանց ընտրակաշառքի, առանց լծակների վարչական եւ այլն։ Եթե չհավատամ, ես չեմ հավատա Հայաստանի ապագային։ Ես միանշանակ հավատում եմ, որ եթե հեռանա այս իշխանությունը ժողովրդի ճնշման տակ, կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ եւ կարիք չի լինի փող բաժանելու, իսկ քաղաքական դաշտում կան առնվազն մի քանի քաղաքական ուժեր, որ կարող են հայտ ներկայացնել եւ արդարացված լինի այդ հայտի ներկայացումը եւ ժողովուրդը իր ձայնը տա այդ քաղաքական ուժերին։ Օրինակ, ես օրինակ կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ մի պարագայում փող չի բաժանի, չէ՞, բայց նա չի ուզում նախագահ դառնալ, էս է խնդիրը, չէ՞։ Ես ձեզ նման չեմ մտածում, ես կարծում եմ, որ ոչ թե չի ուզում նախագահ դառնալ, այդպես է ասում համենայն դեպս։ Այլ ճիշտ ոչ թե ուզում է նախագահ դառնալ, այլ դա մենք ենք գտնում, որ այսօր այս իրավիճակում միակ քաղաքական պետական մարդը, որը իրոք կարող է երկիրը արժանապատիվ ռելսերի վրա դնել եւ կարգավորել այն բոլոր խնդիրները, որոնք վերջին տարիներին հասունացել են եւ երկիրը դրել ստորացուցիչ վիճակում, դա Լևոն Տեր-Պետրոսյանն է, համենայն դեպս իդեմս իրեն մենք տեսնում ենք մի մարդու, որը կարող է իրոք այդ քայլերն անել եւ կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը անկախ նրանից ցանկանում է նախագահ դառնալ, թե ոչ, նա գիտակցում է պատասխանատվության այն աստիճանը, որը իր վրա դնում է հասարակությունը եւ նաեւ քաղաքական ուժերը, որոնք աջակցում են Լևոն Տեր-Պետրոսյանին։ Հիմա
ավելի կոնկրետ հարց, ապրիլի 28-ին ինչ է լինելու։ Դուք որպես падգամավոր, հա, պահանջելու եք նոր ենթադրենք Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականը, թե չէ։ Ես կարծում եմ, որ այդքան արագ հրաժարականներ պահանջելով մենք տեղ չենք հասնի եւ նախ եւ առաջ պարզ չէ թե ով է լինելու իրականում վարչապետը։ Միգուցե դա խայծ է, որ նետվել է մեզ եւ վերջում լրիվ այլ վարչապետ ներկայացվի մեզ։ Այնպես որ չեմ կարծում, որ այստեղ մենք պետք է շտապենք եւ ընդհանրապես քաղաքական զարգացումների մեջ պետք է շատ հետևողական լինել եւ հաշվարկված քայլերով առաջ գնալ։ Չեմ կարծում, որ 28-ը այն ժամկետն է, երբ պետք է մենք պահանջենք նոր կառավարության հրաժարականը։ Եվ վերջին հաշվով նորից պիտի կրկնեմ, նոր կառավարությամբ կամ կառավարության հեռացմամբ երկրում փոփոխություն չի կարող լինել, քանի դեռ կառավարության աշխատանքը վերահսկվում է Բաղրամյան 26-ից, քանի դեռ վարչապետը ինքնուրույն քայլերի ունակ չէ եւ քանի դեռ նոր կառավարության ձևավորման հիմքում քաղաքական շահերն են, ոչ թե տնտեսական։ Ընդհանրապես մեզ վարչապետ պետք է, թե ոչ, որովհետեւ այսպես է լինում, որ վարչապետը շատ հարմար թիրախ է բոլորին եւ ընդդիմությանը եւ իշխանության մի մասին հարվածելու համար, որովհետեւ ասում են այ վարչապետը վատն է, այսպես բայարները վատն են, իսկ ցարը լավն է։ Երբ որ նախագահը, որևէ նախագահ հաջորդ ինքն է գալիս խորհրդարան, ինքն է պատասխան տալիս այդ բոլոր հարցերի եւ տնտեսական վիճակի մասին, գուցե դրանից իրավիճակը փոխվի։ Ես կարծում եմ մեզ ոչ միայն վարչապետ չէ պետք, այլ այս իրավիճակում նախագահ էլ պետք չի։ Որտեղ այն կառավարումը, որ մենք տեսնում ենք Սերժ Սարգսյանի օրոք, երկրի կառավարումը եւ արտաքին քաղաքականությունը, որը վարվում է նրա եւ նրա թիմի կողմից, նման նախագահ մեզ միանշանակ պետք չի, միգուցե նրա բացակայությամբ շատ ավելի լավ իրավիճակում հայտնվեինք մենք։ Չլինի վարչապետ, չլինի նախագահ, չլինի կառավարություն։ Ես անարխիայի կողմնակից չեմ, միանշանակ, բայց կարծում եմ, որ համենայն դեպս նման նախագահ եւ նման կառավարություն մեր ժողովրդին պետք չէ։ Եղավ, շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ ազգային ժողովի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, մենք վաղը նորից կհանդիպենք, ցտեսություն։ Շնորհակալություն։